Ուրեմն ուզում եմ հատուկ այս թեմային անդրադառնամ, սա մարդու իրավունքների պաշտպանության այն իրավիճակն է, որ տիրում է Հայաստանում է։ Երկրորդ հատկապես ուզում ենք ձեր ուշադրությունը դարձնել մարդու իրավունքների պաշտպանի անգործունեության այս պայմաններում, երբ որ գնում է Հայաստանում քաղաքական մասսայական քաղաքական հետապնդումներ, պայմանավորված եւ եկեղեցու նկատմամբ այս հարձակումներով եւ քաղաքական եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ զանգվածային բռնություններով, որը տեսնում ենք հետապնդումներով, տարբեր քրեական գործերով եւ նաեւ մի փոքր էլ ձեզ կներկայացնենք դրա հետևանքով Հայաստանում ստեղծված քրեացին իրավիճակը։ Սա կարճ մենք պատրաստել ենք եւ զեկույց, որոնք կտանք ձեզ, տարածել եմ եւ կներկայացնենք նաեւ թե ինչ իրավիճակ է տիրում, որը նորից մենք պայմանավորում ենք ստեղծած իրավիճակով։ Մի քանի խնդիրների հետ պայմանավորված։ Առաջինը մենք դա պայմանավորված է օրենսդրական այն փոփոխությունները, որ այսօր այս մարդիկ իրականացրել են, հատկապես քրեական օրենսգրքի հետ կապված, ինչին հնարավորություն է տալիս ամեն փոքր դեպքի հետ կապված սկսել քրեական հետապնդում իրականացնել, շուտով ցույց կտենք եւ կտեսնեք ոնց Հայաստանում, ասենք թե մարդկանց դատապարտման դեպքերը կտրուկ եռապատիկ ավելացել են, այսինքն եթե մի քանի տարի առաջ մի քանի հազար մարդ էին տարեկան դատապարտվում, այսօր այս դեպքերը հասել են ուղղակի զանգվածայինի, մոտավորապես 3-ից 4 անգամ այս իրավիճակը ավելի է վատթարացել։ Սա պայմանավորված է նաեւ թմրադեղերի առևտրի մասսայականացման եւ դրա մուտքով Հայաստան, այս քրեացին իրավիճակը։ Սա նաեւ պայմանավորված է նրանով, որ այս քաղաքական հետապնդումները, որոնք այսօր տեղի ունենում Հայաստանում, բերել են, որ մեր ամբողջ իրավապահ համակարգը ոչ թե զբաղված է քրեական իրավիճակի բարելավմամբ Հայաստանում, այլ զբաղված է մասսայական հետապնդումներով, միայն հիշեք, որ ասենք թե մի շարք գործերով իրենք հպարտությամբ ասում են 50-60, ասենք թե քննիչը զբաղվում, չգիտեմ, Սամվել Կարապետյանի գործով կամ Բագրատ Սրբազանի գործով, այն դեպքում, երբ որ նորից եմ գրքում քրեացին իրավիճակը շատ վատն է, որը շուտով ցույց կտանք։ Պլյուս նաև պայմանավորված է սոցիալական շատ ծանր իրավիճակով։ Հայաստանում չնայած պաշտոնապես 22-ից 23% իրանք շեշտում են, որ կա անապահով սոցիալապես աղքատ մարդկանց, բայց իրականում մենք գիտենք, որ թիվը շատ ավելի շատ է, այսինքն նվազագույնը 30% եւ ավելի սոցիալական անապահով իրավիճակ կա մարդկանց մոտ, աղքատության մակարդակը։ Բայց կա նաեւ հաջորդ իրավիճակը, սա պայմանավորված է այն բարեհոգեբանական մթնոլորտով, որը տիրում է Հայաստանում։ Նորից պայմանավորված գործող քաղաքական ռեժիմի ատելության խոսքով, ու այդ ատելության խոսքը նաև ազդում է մարդկանց վրա, պարբերաբար այս հարձակումներով եկեղեցու նկատմամբ եւ այլն։ Այս ամենով պայմանավորված մենք այսօր որոշել ենք ներկայացնենք ձեզ այն իրավիճակը ավելի մանրամասն եւ նաև փաստաթղթավորված, որպեսզի այն չեն ուղղակի բարձրագույն հայտարարությունների մակարդակով եւ պայմանավորված հատկապես մարդու իրավունքների պաշտպանության անգործությամբ ես ձայնը կտամ Մարինեին Մալխասյան, կխնդրեմ, որպեսզի ինքը ներկայացնի դա, սա նաև հետագայում կարող եք վերցնել այս փաստաթղթը, որը մենք ներկայացնում ենք, որ թե ինչ իրավիճակ է տիրում Հայաստանում եւ ինչու է այս իրավիճակը եւ ինչու է մարդու իրավունքների պաշտպանը չի արձագանքում հատկապես քաղաքական հետապնդումների եւ կրոնական խղճի ազատության հետ կապված խնդիրներով պայմանավորված։